Բարև ձեզ։ Եկել եք Նիկոլ Փաշինյանին աջակցելու։ Ավելի շուտ աջակցելու մեր երկրի պետականության, անկախության, ինքնուրույնության եւ ապագայի համար։ Քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանն է այդ ճյուղը տանում, նշանակում է քվեարկում ենք իրան, որ բարեհաջող հանգրվանի հասնել։ Իսկ հատկապես որ ծրագրին եք ավելի արդյունավետ համարում եւ դրա համար Որ ինչի։ որ ծրագրին եք ավելի Գիտեք ինչ, որ ծրագրին էլ անհրաժեշտ է մեր երկրին։ Դժվար է ասել, որն է առաջնային։ Մեկի համար դպրոցը ավելորդությունը կամ մանկապարտեզը, բայց ինձ համար ամեն ինչ սկսում է մանկապարտեզից։ Երեխայի դաստիարակությունը, իր կրթությունը, իր գիտակցական մակարդակի, ոնց ասեմ, ենթագիտակցության մեջ ազգային արժեքներ մտցնելը սկսում է հենց այդ տարիքից։ Որտեղ իսկ մյուսի համար օրինակ այս թշնամական ընդդիմադիրների համար դպրոցը ավելորդ է։ Իսկ ընդհանուր այդ ձեր կյանքից այդ թանկացումներ, բան չեք նկատում։ Գիտեք ինչ, եթե դա այդ թանկացումը թանկացման պատճառով չպիտի երկրից դեմ դուրս գամ։ Թանկացումը մի բան է, միշտ էլ կարա լինի, աշխարհի ամեն տեղ է լինում է, բայց դրանից ելնելով ես որոշեմ ընտրեմ անկախություն, թե ընտրեմ Ռուսաստան, տարբեր բաներ են։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, որ մի փոքր սուրեն չեք մտածում, որ որոշ ապրանքներ կարող են նաև Թքած, ես ուրախ եմ, որ արգելում են, գոնե պատճառ կլինի, մենք նոր շուկաներ ավելի արագ ձեռք կբերենք։ Ու ես վստահ եմ, որ դա կլինի, որտեղ միշտ մի ստրես է պետք, որից հետո դու պետքա դուրս գաս։ Եթե քեզ միշտ փայփայում են, դու ինքնուրույն չես կարող վճիռ ներկայացնել։ Իսկ հունիսի 7-ից հետո ինչպեսի Հայաստան եք պատկերացնում։ Գերազանց Հայաստան։ Ես վստահ եմ, որ այդ պայծառ ապագան գալու է, ես մի վարքյան չեմ կասկածում, բայց նաև կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի ներդրումն է այդտեղ անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք կառուցել։ Նաև շատ են շեշտում, որ ադրբեջանցիներ են գալու գնացման։ Լսեք, իրանք ես թքած ունեմ այդ շեշտողների, որտեվ իրանք հատուկ բերում են թշնամուն մեր տուն։ Չի կարելի, եթե նույնիսկ դու մտածում ես, չպիտի բարձրաձայնես, որպեսզի քո թշնամին չառիթավորվի։ Դու իրան միտք ես տալիս։ Եթե անգամ դրա մտքում չկա, դու իրան միտք ես տալիս։ Իսկ դրանք մեր թշնամական ընդդիմության թեզերն են։ Այդքան բան։ Եք ապրել ադրբեջանցիների հետ մեկտեղ, եթե այնու Դժվար հարց եք տալիս, դժվար։ Ես սրտով մի բան եմ մտածում, մտքով մի բան։ Պարզապես իմ տատիկ պապիկը երեխա ժամանակ ցեղասպանության զոհ են դարձած։ Ինձ մի քիչ դժվար է ասել, որ ես Թուրքիայի հետ կապրեմ, բայց նաև գիտակցաբար հասկանում եմ, որ առանց այդ ճանապարհների մենք զարգացում չենք կարող ունենալ։ Այս պահի դրությամբ։ բարեկամական հարաբերություններ Ասма թշնամուց հետ ընկերությունները փետը ձեռդ մի գցի, այս տարբերակով։ Բայց մեզ այդ ուրիշ հարևան չունենք։ Եթե մենք ունենայինք ուրիշ ընտրելու հարևան, մենք կընտրեինք նրանց մեջ։ Բայց եթե մի ճանապարհի տեղ ունենանք 3-4 ճանապարհ, այն վաղ մեր հետևից կընկնեն, ոչ թե մենք իրանց հետևից։ Ես այդ կարծիքին եմ։